Մարտի 29-ին հայ առաքելական եկեղեցին նշեց Ծաղկազարդը, Տիրոջ մուտքը Երուսաղեմ։ Այս տոնը նշվեց նաև Նինոց Միլայի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ու այդ ժամանակ բազմությունը դիմավորում էր նրան, արմավենու ճյուղերը պոկելով փռում էին նրա ոտքերի առջև, նաև երեխաներն են դիմավորում, դրա համար այսօր պատրակի վերջում երեխաների օրհնության կարգը կկատարենք, օրհնենք մեր երեխաներին։ Այո, Տերը ասաց, որ ովքեր չնմանվեն այս երեխաներին, երկնքի արքայությունը չեն տեսնի։ Երեխաներ, որ միամտաբար դուրս էին եկել փողոց և դիմավորում էին Քրիստոսին, միամտաբար ողջունում էին նրան ճշմարտապես։ Յուրաքանչյուր հավատավոր զավակ պետք է որդեգրի այդ մանկական մաքրությունն ու միամտությունն ու ազնվությունը։ Ծաղկազարդը կատարվում է Զատկից 1 շաբաթ առաջ, ի հիշատակ Քրիստոսի Երուսաղեմ մտնելու օրվա։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով։ Առավոտյան կատարվում է ժամերգություն և անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում են մինչև հաջորդ Ծաղկազարդ։ Դրանց վերագրվում է բարիքի, առատության, պտղաբերության, հնայական զորություն։ Այսօր մարտի 29 է, այսինքն Ծաղկազարդը։ Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում բաժանվեց ձիթենու ճյուղերը եւ կատարվեց երեխաների օրհնության կարգը։ Շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Կարևոր է օրվա խորհրդի գիտակցումը եւ այն մանուկների հետ եկեղեցում տոնելը։ Թեև բոլորն էլ ուրախացել էին Քրիստոսին դիմավորելիս, այնուամենայնիվ ըստ ավետարանական նկարագրության ամենաանկեղծ ոգևորությունը մանուկներն էին։ Դա է պատճառը, որ Ծաղկազարդի տոնին նաև մանուկների օրհնության կարգ է կատարվում։ Մանուկներն իրենց անմեղությամբ կրում են Աստծո լույսն իրենց սրտում եւ օրհնություն ստանալով այն իրենց հետ տուն են տանում ու սփռում ընտանիքի անդամների վրա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Ով բարեքնամ եւ ամենակալ Աստված, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայր, այստեղ ներկա մանուկները քեզ են խոնարհեցնում իրենց գլուխները, աղաչում են քեզ, երկարի աներևույթ աչքդ եւ օրհնի այս մանուկների, այլև Սուրբ Հոգուց պարգևած սրբության պահիր, որպեսզի անարատ մնալով քո կամքը կատարեն եւ անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքին։ Այսօր եկեղեցում Ծաղկազարդի տոնն է, մանուկների օրհնության տոնն է, եկեղեցում լեփլեփություն է, մեր հավատացյալ ժողովրդով շնորհավորում Ծաղկազարդը, թող աշխարհին խաղաղություն, թող Աստված միշտ օգնական պահապան լինի մեր հայ ժողովրդին։ Այսօր մեր եկեղեցու ճյուղ բաժանելու տոնն է։ Բոլոր մարդկանց պետք է ճյուղ բաժանեն, երբ պատարագի ավարտին, երբ մանուկների օրհնեցին։ Այսօր մեր եկեղեցին մեր հավատացյալներին ճյուղ է բաժանել։ Այսօր Ծաղկազարդն է։ Մանկանանկեղծ սրտով ու ջերմությամբ մոտենանք այդ երանելի օրվան։ Վերցնենք ուռենու ոսկերն ու ընդունելով Տիրոջը մեր սրտերում փառաբանենք եւ ովսաննաներ հղենք մեր Արարչին, միշտ հավատարիմ մնալով նրան, ով իր կյանքն անգամ չխնայեց մեզ համար, ով սպասում է մեզ ամեն օր։